նախ օրենսգրքի կողմից հենց նշված հայեցողություն է տրված առաջնահերթության կարգով միջնորդություն ներկայացնելու, որի պատճառաբանման նույնիսկ պարտականություն է լավնա, չէ, նախ։ Երկրորդը բոլոր դեպքերում կբացահայտեն։ Մենք գործում ենք ազգային ժողովի այլևս պատգամավորի կարգավիճակ ունեցող անձի, ով գտնվում է անազատության մեջ 2026 թվականի հուլիսի 21-ին հաջորդող ժամանակահատվածում, ինչը միանշանակ առաջնահերթության կարգով քննության ենթակա հանգամանքի ելնելով Սահմանադրական դատարանի 16-19 որոշումից, ելնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հենց օրերս կայացված որոշումից, որը վերաբերում է Նարեկ Կարապետյանին, եւ նաեւ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումից, որը եւս կբացահայտենք։ Այսքանով գտնում եմ, որ Դավիթ Գայթի Ղազենյանի նկատմամբ կիրառված կալանքը անհապաղ քննության ենթակա է առաջնահերթության կարգով, դրա վերացման տեսանկյունից շնորհակալ եմ։ Ես միանում եմ բանում Արտակայանի ասացին, հավել քանի որ կան մեղադրյալները ըստ էության չեն ներկայացել կամ պաշտպանները ըստ էության իսկ պիտի հետաձգվեր ըստ օրենքով սահմանված կարգի, որովհետև ոչ բոլոր մասնակիցներն են պարտադիր ներկա եւ նիստի շարունակել հնարավոր այն տրամաբանությամբ, որ խափան միջոցի հրատապության հարց կա։ Հետևաբար դրանով պայմանավորված քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը անցնելը եւ քննարկել խափան միջոցը պայմանավորված է հենց դրանով, որ օրենսգիրը հատուկ վերապահում արել նմանատիպ իրավիճակների համար, եւ ես գտնում եմ, որ առաջնահերթ այս պայմաններում նպատակահարմար իրավաչափ է քննարկել խափանման միջոցի հարցը, որի շրջանակում օրինակ ես ունեմ մեկապնդման հետ կապված հարց, որը այդ համատեքստում քննարկեմ, բայց չեմ միջնորդից։ Հետևաբար խափանման միջոցների հարցի լուծումից հետո հնարավոր է նիստը հետաձգվի, որ բոլորը ներկա լինեն եւ հնարավոր է այլ մասնակիցները եւս նման միջնորդություններ ունենան, որպեսզի կրկնություն չլինի նույն հարցերի անցնելուց հետո վերադարձ կատարվի կրկին քննարկվի։ Կարծում եմ այս տրամաբանության մեջ իրավաչափը հենց խափան